նոր փաստեր կբացահայտվեն, ջրի երես կհայտնվեն, ես չեմ ուզում, որ դա այդպես լինի, հայ ժողովուրդը, օրինակ այս շաբաթ օրը ես մշտապես ինքս հավատացյալ ընտանիքի զավակ եմ, իմ պապը եղել է եկեղեցու վանահայր, ավարտել է Գևորգյան ջեմարան, այո, տիրապետել է 7 լեզուների, անասելի խելացի անձնավորություն է եղել, այն աստիճանի, որ այն ժամանակ եկեղեցին փակեցին եւ սկսեցին հաշվահարդարտեսնել 37 թվականին մեր եկեղեցականների հետ, վանահայրերի հետ, իմ պապին կապել են ձի ու պոչից եւ քարշ են տվել, որովհետեւ չի ուրացել, Աստված չի ուրացել։ Ես այդպիսի անձի ժառանգորդն եմ եւ մշտապես Աստծո ամեն առավոտ ես աղոթք եմ անում հայ ժողովրդի խաղաղության, մեր բոլոր զավակների փրկության համար։ Եվ աղոթում եմ Աստծուն, բայց գետնի վրա, որ ասում են սուրբ, գետնի վրա սուրբ լինել չեն կարող։ Եկեք այդ սրբության առասպելը մի քիչ հանենք, այդ որ ասում ենք սուրբ հայրեր, ուրեմն պետք է իրենք սուրբ լինեին։ Աստվածների երկրում անսրբություն չպետք է լիներ, եւ այդ անսրբության պատճառով է, որ այսօր հայ ժողովուրդը այսքան տանուլ տվեց։ Այսքան երևույթների առջև կանգնեցինք, որտեղ լինել անսուրբ նշանակում է ոտնահարել բոլոր այն Աստծո 10 պատվիրանները, որոնք տրված են որպես մարդկային խորհուրդ, նրանց բարոյականության արժեք, այս հարցերի մասին պետք է բարձրացնել եւ բարձրացնել ոչ թե որպես թշնամի, այլ որպես բարեկամ եւ խաղաղություն տարածել հայ ժողովրդի մեջ։ Չի կարելի այսպիսի պարակտություն մտցնել։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ որքան ինքը պարակտվի, այնքան մեր վիճակը վատ է լինելու։ Սա թշնամու գործոն է։ Թշնամին ինքը աշխատում է մեր վրա։ Հայաստանում 1000 ու մի տեսակի գործակալներ կան, որոնք աշխատում են հայ ժողովրդի հենց խաղաղության վրա, որովհետև եթե հայ ժողովուրդը խաղաղ եղավ, ուրեմն նա կարող է միավորվել։ Տեսեք, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Այս արդյոք քաղաքական նպատակ է, թե իրոք Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ բարեփոխումներ այդ ոլորտում էլ այդտեղ էլ։ Մենք Փաշինյանի մտքի մեջ չենք կարող լինել, բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանի կրոնական առաջնորդը Փաշազադեն հայտարարում է, որ Էջմիածինը եղել է իրենց կրոնական կենտրոնը, սա արդեն չափից ավել է, սա արդեն ուրիշ բան է նշանակում։ Հետևաբար, պետք է շատ զգույշ լինենք չափանիշների եւ արտահայտությունների մեջ։ Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր կրոնական կենտրոնն է եւ մենք այսօր նրան սպառնացող բոլոր վտանգներից պետք է զերծ պահենք։ Այդ գործունեությանը պետք է օգնեն եւ երկրի կաթողիկոսը եւ կառավարությունը։ Ինչի մասին որ խոսակցություն է գնում այսօր, ոչ թե պետք է Փաշինյանը իր համար թիմ ստեղծի, որոնք սկսում են քննադատել կաթողիկոսին, վերհանել եկեղեցու թերությունները, ով չգիտի, թերությունները ամեն տեղ կան։ Իսկ ինչ վերաբերում է ճուլանացման ու մյուս բաներին, կան եկեղեցիներ, որտեղ իսկապես մտնում ես եւ չի ուզենա, որ եկեղեցին այդպես փնթի իրավիճակում լինի։ Եկեղեցի ասելով մաքրություն ենք մենք հասկանում։ Եկեղեցին մեր մեջ է, մեր սրտի մեջ է։ Եվ մենք դա բացահայտում ենք իրական գոյություն ունեցող եկեղեցիների միջոցով, դրա համար եկեղեցիները իսկապես պետք է ընդունել որպես սրբավայր, որոնք ավելի ազդեցություն գործեն իրենց արտաքին տեսքով ներս մտողների վրա։ Դրա համար հարցեր կա, բաներ կա, որոնք չպետք է նեղանալ։ Եթե Հայաստանում քննադատում են իրավական ոլորտի անօրինականությունը, բժշկության ոլորտի սխալներն ու հազարումի հարցերը, քննադատում են մանկավարժությունը, գրականությունը, հայրենասիրությանը հետ առնչություն չունեցող շատ երևույթներ, նաև բանակի կազմավորումն ու այնտեղ գործողություններ զանազան։ Եթե այդ բոլորը ենթարկում են քննադատությունների, ինչու եկեղեցին չպետք է քննադատվի իր սխալներով։ Անկախ նրանից, որ սահմանադրորեն ինքը անկախ է, բայց ինքը Հայաստանին է։ Շատ տարբեր կազմակերպություններ կան։ Գինասատերյան քննադատությանը դեմ չենք, բայց քննադատությունը պետք է պաշար, բառամթերք օգտագործող մարդը երկրի առաջին։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է զգույշ լինի իր բառաարտահայտություններից, որովհետև եթե ինքը չի ուզում, որ եւ ինչպես մենք դուք զրույցի ժամանակ ասեցիք, այնպես չէ, որ ինքը ոսկեղենիկ հայերենից գեղեցիկ բառեր չգիտի կամ չի կարող ասել։ Ինքը
քանի որ ես ասացի, չէ, պատճառը ինչն է։ Եվ գիտեր, որ նման ստատուսները եւ նման գրառումները ունենալու են լայն արձագանքներ։ Կաթոլիկոսը ինքը խելացի ազնվորություն է, այնպես չէ, որ նա չգիտեր, որ իր դեմ այսպիսի մեծ աղմուկ կբարձրանար։ Այն հարցը, թե նա ինչպես եղավ, որ Ռուսաստանում արժանացավ իշխանությանի, ինչպես եղավ, որ ինքը քաղաքականության մեջ մտավ, հասկանալի է։ Այս բոլոր Շվեյցարիայում էլ խոսեցին Արցախի արցախցիների իրավունքների մասին։ Ես ասեմ, դրան ես դեմ չեմ, որտեղ Շվեյցարիայում ինքը բարձրացրեց Արցախի խնդիրը, եկեղեցին որպես անկախ մարմին, գոնե այդ ճանապարհով որպես ինքնուրույն գոյակցություն ինքնուրույն մարմին, ինքը կարող էր բարձրացնել Արցախի խնդիրը։ Սա ճիշտ, եկեք սրա վրա Նկատեսակետ, որ դա էլ է զայրացրել Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը զայրացել է, որովհետև ինքը խաղաղության կոչ է անում եւ գիտի թե Արցախի պահանջը Շվեյցարիայում ինչ կնստի կամ ինչպես կանդրադառնա դրան Ալիև կոչված երևույթը, ռազմական հանցագործը, ինչպես կնայի դրան։ Բայց այստեղ ես կողմ եմ, որ այս գործողությունը կատարել, սա բավականին լուրջ բան էր։ Ուրեմն ես կոչ եմ անում մեր ժողովրդին։ Եկեք բոլորս խելացի լինենք, խելքներս գլուխներս հավաքենք։ Այս դժվար պահին ինձ այնպես է թվում մեկ-մեկ, որ մենք չենք կռահում մեզ սպասող վտանգի գոյությունը մեր շուրջը, որովհետև տեսեք Հայաստանը 4 կողմից էլի շրջապատման մեջ է։ Եկեք չմոռանանք, երբ որ վերջերս, երբ որ Էրդողանը եւ Պակիստանի վարչապետը եւ Ալիևը հավաքվել էին Բերձորում, հա, Չորրորդ օդանավակայանը։ Չորրորդ օդանավակայանը բացվեց այնտեղ, այո, բացվեց, իսկ 6-7 քանի տարի մեր ձեռքին էր մեկ ունեին հաշվանը եւ Սերժ Սարգսյանն ասում էր ես եմ լինելու չդրվեց, ինչու չդրվեց։ Առաջին ուղևոր։ Ինչու չդրվեց քարը-քարին, երբ որ ձեր բոլորի դրյակներն ու հարստություններն ու կուտակած տարբեր արտասահմանյան բանկերում ձեր միլիոնները, միլիարդների են հասնում, իսկ այն տարածքները, որոնք աջունով էին վերցրել, ոչ միտեղ ոչինչ չարեցիք, տեսնում եք, գալիս է մեր ժողովրդի ներքին անկազմակերպ վիճակից, հայրենիքի բացակայությունը, ես ասում եմ, մեջները չկա, շատերը վիրավորվում են, չունենք այդ միասնականությունը, պետք է վտանգը զգա, իսկ վտանգը զգալուց հետո ինչ են անում, պատրաստվում են այդ վտանգին դիմավորելու անկախ ամեն ինչից, տեսեք, այսօր ինձ մի նյութ էին ուղարկել եւ ես զարմացած լսեցի ու ասեցի ահա թե ինչ Ադրբեջանը ասում է արևմտյան Ադրբեջան ասում է Փաշազադեն հայտարարում է որ Էջմիածինը իրենց կրոնական սրբավայրն է այո հիմա ուրեմն Դիարբեքիրում հավաքվել են ադրբեջանական եւ թուրքական ինչ-որ խմբավորումներ, ինչպես Արցախում կազմակերպեցին, իբրև թե բնության պահպանություն մասնակիցներ են նրանք, էկոակտիվիստներ են եւ բարձրացրել են Հայաստանի ատոմակայանը փակելու խնդիրը։ Ինչ կապ ունի Դիարբեքիրի հավաքված անձանց հայտարարած կարծիքը մեր ատոմակայանի հետ։ Բոլոր ուղղություններով աշխատում են։ Նայեք, իհարկե, այն դեպքում, երբ երկու ատոմակայան Թուրքիան է կառուցում, այսօր ատոմակայանը որոշել կառուցել նաև Ադրբեջանում, բայց Հայաստանի ատոմակայանը ուզում են փակել։ Նույն սցենարով ուզում են աշխատել ընդդեմ Հայաստանի։ Ասելիքս այն է, որ Հայաստանի գլխին այդ վտանգը կանգնած է։ Ալիևը այս խաղաղությունը մինչև ստորագրի Հայաստանից բան չի մնա։ Ալիևի ամբողջ նպատակը Հայաստանն առանց հայերի է։ Անցյալ օրը ես ասում եմ Ալիևի ելույթը, որտեղ նա ասում է Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ ես աշխատում եմ այդ պետությունը վերացնել։ Նա վտանգ է մեր կողքին, երբ որ մեզ ազատելու այդ ֆաշիստներից։ Այո, մեզ գալիս է ինչ-որտեղ օգնության։ Այդ ֆաշիստը, հանցագործը, պատերազմի հանցագործը դա ինքն է։ Այդ ինքը չգիտի, որ Արցախը Հայաստանի 13-րդ նահանգն է եղել։ Նախիջևանը, Արցախը։ Գիտի դրա համար է հիմնահատակ վերացումը հայկական հետքը։ Պատմականորեն մնալու են Հայաստանի տարածքներ, այնպես որ ինքը չկարծի, որ հիմա հավաքվեց այդ 30 տարին ինքը
զինվեց, կուտակեց եւ այնտեղ պետությունների օգնությամբ որոնցից ինքը կախման մեջ էլ եւ որոնք էլ իրենից էին կախյալ դրության մեջ այն նրանց միջոցով ինքը կարողացավ զինվել եւ հաղթանակ տանել ի շնորհիվ նաեւ Հայաստանում ներսի պարակտության, ներսի դավաճան անձանց միջոցով անցնենք դրանից հիմա Հայաստանը գտնվում է այսօր դժվարին կացության մեջ պետք է հաշտություն տանել երկուսի եւ կառավարության եւ կաթողիկոսի մեջ Հայաստանի խելացի անձինք անհատականությունները այսօր ես կարծում եմ մտովի որոնում եմ նրանց պետք է խմբով հավաքվեն հանդիպում կազմակերպեն կաթողիկոսի հետ հանդիպում խնդրեն վարչապետի հետ եկեք այս կրակի վրա ջուր լցնենք չի կարելի Հայաստանը ծանր վիճակում է կգա պահը եթե կաթողիկոսը կզգա որ ինքը պետք է հրաժարական տա ես չեմ կարծում որ կհասնի այնպիսի պահի որ ինքը կորոշի հրաժարական տալ ինքը շատ դժվար է նստել այդ աթոռին շատ դժվարությամբ դա բոլորս գիտենք նա հրաժարական չի տա հետևաբար ինչն է մեզ մնում ինչ անենք վեր գնանք շատ անհարմար է այսպես ամբողջ հասարակությանը փոխանակ հասարակության տրամադրել այնպես որ ինքը մտածի իր ինքնապաշտպանության իր վտանգությունը պահելու մասին կառավարություն իշխանություն եւ հավատ սա կաթողիկոսը եւ այն խումբը որոնք հավաքվել էին Էջմիածնում այս բոլորը տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ են եւ ունեն իրենց հավատավոր հոդը եւ ժողովրդի մեջ տարածեն ստեղծեն քաղաքացիական պատերազմ եկեք լրացնենք այս կռիվը բավական է ասվեց բարեր ասվեց չպետք է ասվեր այդ բառը այս ինչ եք դարձրել այս բառը միտի մագարտակ չկա ուր է ձեր վեհությունը ազգային վեհությունը բոլորը արտահայտվեցին ասեցին որ այսպես է մաքուր պահեք եթե կա սխալ ասումցի չէ բոլոր ոլորտներին քննադատություններ արվում է քանի Երևան քաղաքի Քաղաքապետարաններից քանի հոգի կալանավորվեցին նաև քաղաքապետարանից չէ եթե այդ տարածքներում կա թերություն ասվում է եւ կալանավորում են ինչու պետք է եկեղեցու սխալը չբարձրացնի Կրթության նախարարն է ասում որ բարեփոխման կարիք կա եկեղեցում երեք համալսարանում փաստորեն Մայրբոհում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի եւ ուսանողների միջև Եվ այդտեղ երբ փորձեցին որոշակի ձևով լրագրողները հարցեր հղել վարչապետի եւ պատասխաններ ստացնել, չեղավ։ Ընդ որում բոլորը այդ գրառումների մասին էին անհանգստանում եւ ուզում էին ինչ-որտեղ ավելի փակագծերը բացել, բայց չստացվեց։ Բայց կրթության նախարարը Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այո, բարեփոխումներ կա, պետք է այդ բարեփոխումները արվեն, բայց նա էլ դեմ էր նման բառապաշարով կամ նման ձևով կամ փորձեց ինչ-որտեղ խուսափել, բոլորս էլ հասկանում ենք։ Գիտեք ինչ որ ճշմարիտ է։ Այդ բառը Հայաստանի Հանրապետության վարչապետի շուրթերից դուրս եկող բառ չպետք է լիներ։ Դա սխալ արվել։ Հասկացանք, սխալ է արվել, շատ-շատերը ասեցին, ես էլ եմ ասում, որ դա չպետք է այդպես արտահայտվել, ուրիշ ձևով գուցե ասել։ Շիրակի թեմի առաջնորդը ասում է այս պատերազմում, ընդ որում նա նշում է այս լարված իրավիճակը, այս պատերազմում եկեղեցին է հաղթելու։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում պետք է հաղթի հայոց ազգը, հայ ժողովուրդը, հայոց պետականությունը։ Այս քուչի կռիվ չի։ Ուրեմն երկու հոգով կռվում են, պիտի այդ սա կհաղթի, նա կհաղթի, ինչ է նշանակում եկեղեցին պետք է հաղթի։ Եկեղեցին, ինչպես նաև հայ ժողովուրդը պետք է իրենց վերափոխեն։ Մտածելակերպի փոփոխություն պետք է կատարվի այսօր մեր մեջ։ Մենք 21-րդ դարում ենք ապրում։ Սա 17-18-րդ դարերը չի, եւ եկեղեցին էլ այն չէ, որ Հայաստանի կեսը իրենն է եւ ինքը ինչպես ուզենա կանի։ Եթե անհրաժեշտ է երկրի խաղաղության համար գնալ որոշակի քայլերի ընթരാճ, չեմ ասում զոհողությունների, եթե սխալներ կան իրենց մոտ, իսկ սխալները բազում են։ Ես հիմա այստեղ շատ բաներ չեմ ասում, որտեղ ինձ այնպիսի ինֆորմացիաներ է հասել, որ պարզապես լռում եմ։ Կա աշակին ազդեցություն։ Մի խոսքով չեմ ուզում խոսել, որպեսզի հասարակությունը չխառնվի իրար։ Ես կոչ եմ անում հաշտության, խաղաղության, անհարմար է, Հայաստանը կանգնած է վտանգի եզրին։